Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, կրկին սպասված զրուցակից ունեմ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանն է, բայց մինչև մեր զրույցը սկսելը բաժանորդագրվեք ալիքին, հավանեք տեսանյութը և գրեք մեկնաբանություններ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, վերջին օրերին ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել կանանց, կին ներկայացուցիչների, այսօր էլ Սամվել Կարապետյանի դատին զուգահեռ, դատական նիստին զուգահեռ աջակիցներին էին բերման ենթարկում, ձեռքերն ոլորած, երևի տեսել եք այդ կադրերը։ Ինչով է պայմանավորված այս քաղաքական ուժի նկատմամբ նման բիրտ գործընթացները իրավապահների ներգրավմամբ։ Պայմանավորված է Նիկոլ Փաշինի վախերով։ Ինքը հասկանում է, որ իր ամենահավանական ուժեղ մրցակիցը Սամվել Կարապետյանն է, դրա համար էլ գրոհել է նրա աջակիցների վրա։ Մենակ մի բան եմ խնդրում, հարգելի պարոն Սիմոնյան, մեկ լրատվամիջոցները ասում են բերման ենթարկել։ Այդ ուզում եմ, որ նկատի ունենաք, որ գործող քրեական դատավարության օրենսգիրքը բերման ենթարկել չի նախատեսում այդպիսի ինստիտուտ։ Այսինքն սա պարզ ձերբակալություն է։ Հիմա ինչի համար եմ սա ասում, որ դրանց բոլորի մղտար երեսները, որ նկարվում են, դրանք վաղը ապօրինի ձերբակալման համար քրեական օրենսգրքի 478 հոդվածի համաձայն ենթակա են պատասխանատվության։ Ոնց կարելի է 40 օրական երեխու մորը ոչինչ չանելու համար ձերբակալել տանել ու բաց թողել եւ անպատիժ մնալ։ Կամ այսօրվա այդ տղեկը ինչ էին արել, կամ ինչ գործ ունեն այդ ոստիկանները։ Մենք ունենք ոստիկանության զորքերի մասին 1997 թվականի նոյեմբերի 17-ի օրենք, որտեղ հստակ գրված է 14-րդ հոդվածի 3-րդ մասն, որ արգելվում է խաղաղ հավաքներին ոստիկանների միջամտությունը։ Հիմա մարդիկ գնացել են, ընդունում են Սամվել Կարապետյանին, հարգում են, ուզում են այդ մարդուն տեսնել Հայաստանի քաղաքական կյանքում։ Դուք գնացել եք ինչ անեք այդ միջոցառմանը։ Այնտեղ ոչ մի ապօրինություն չի արվում, որևէ մեկի հանդեպ ոտնձգություն չի կատարվում, ոչ մի անօրինական քայլ չի արվում։ Դուք ինչ գործ ունեք այնտեղ։ Այս բոլոր ոստիկաններին պետք է ազատել աշխատանքից։ Ապօրինի ձերբակալման հոդվածով էլ նորից եմ կրկնում, քրեական օրենսգրքի 478 հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկել։ 1-2 հոգում որ անեն, էլ այս երևույթը չի կրկնվի, բայց սա ինչ բարձի թողի վիճակը։ Հասկանում եք, քաղաքացուն սարքել են ֆուտբոլի գնդակ սրանք։ Միայն մի նպատակով, որ պահեն միստր Փորձանքի, այսինքն Նիկոլ Փաշինի իշխանությունը եւ պահեն իրենց աթոռները, բայց իրանք մոռանում են, որ այս կյանքում անպատիժ մարդ չկա, բոլորին պատժվում են, պարզապես դա ժամանակի հարց է։ Պարոն Պետրոսյան, այդ կանանց մեղադրում են բարեգործության արգելքը խախտելու մեջ, ուզում եմ ձեզ հարցնել, արդյոք բարեգործության արգելքի խախտում չէ, առերևույթ խախտումներ չեն, երբ օրինակ երկրի ղեկավարը իր այդ մարզային քարոզարշավների շրջանակներում ասում է, որ այսինչ մարդուն գործ տվեք, գործի տեղավորեք, կամ խոստանում է խնդիրները լուծել քաղաքացիների, որտեղ կաշառքի խոստումն էլ է, չէ՞ կաշառք։ Իհարկե, կաշառքի խոստումը դա արգելված է ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է կարգավորում է քարոզարշավի ընթացակարգը։ Արգելվում է ընդհանրապես բարեգործության խոստում տալը։ Բայց օրենքի առաջ հավասարության սկզբունքը բավուր մնաց սահմանադրության 28-րդ հոդվածում, որ նշված է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Այդ ինչի վարչապետ կոչեցյալին թույլատրված է խոստանալ բարեգործություն, իսկ ուրիշներին չի թույլատրվում խոստանալ։ Եվ հետո, ստեղ գիտեք ինչ, հարգելի պարոն Սիմոնյան, մի կարևոր հանգամանք էլ պետք է նշել, որ այդ աղջիկները, որոնց ձերբակալել էին, նրանք բարեգործություն անելու հնարավորություն ունեին, որ այդպիսի բան խոստանային։ Իսկ Նիկոլ Փաշինը ունի, որովհետև իր տակ ունի բազմաթիվ կամակատար պարկած գործարարներ, առանց գետինը մտնելու գնում են իր ճաշկերույթին, միլիոնների փողեր են վճարում իր եւ իր նախկին կողակցի կազմակերպած սեղանակցություններին, նրանք ունեն հնարավորություն։ Իսկ այս աղջիկները ինչ են աշխատում, մի հատ հետաքրքիր է,
որ ասում են բարեգործություն եք խոստացել, իրենք ի վիճակի են բարեգործություն կատարելու թե ոչ։ Այսպես գիտեք ինչ, մենք իրոք սա արդեն խուժանապետություն է, հարգելի պարոն Սիմոնյան։ Սա խուժանապետություն է, sense բան, ոչ մի իշխանության օրոք չի եղել։ Մարդկանց ում ուզեն այդ բան տանեն, ձերբակալեն, հաջորդ օրը բաց թողնեն։ Դրա համար ոչ մեկ չի կրում պատասխանատվություն, բայց պետք է լինի այնպիսի գլխավոր դատախազ, որը լինի արդարացի, լինի օբյեկտիվ եւ իրականացնի բոլորի նկատմամբ նույն վերաբերմունքը ի կատարում են Սահմանադրության 28-րդ հոդվածի պահանջի։ Երեք պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից տեսանյութեր էր հրապարակում, ասում էր, որ ընդդիմությունը եկել է ներկայացել է, որ պարգևավճարներից չզրկվեն։ Այս իշխանությունները փաստորեն իրենք են ամեն անգամ պարգևավճարներ ստանում, բայց պարգևավճարների ստացման մեջ մեղադրում են ընդդիմադիրներին։ Սա արդար է։ Իհարկե ոչ։ Ստեղերի նորից առաջվում ենք Սահմանադրության 28-րդ հոդվածի հետ։ Բոլորը հավասար են օրենքի առաջ։ Իսկ մի հատ հարցնողը լի, այդ միստր ուժասին, այն Արսեն Թորոսյանին, դու ինչի համար ես հիմա աշխատավարձ ստանում։ Ինքը զբաղված ամեն ինչով, բացի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործերից։ Նույն Նիկոլ Փաշինին, միստր Փորձանքին, ինչի համար ես դու աշխատավարձ ստանում։ Դու քո պաշտոնավարման ընթացքում որ ոլորտում ես հաջողություն արձանագրել։ Սոցիալական ապահովության, առողջապահության, ինքնիշխանության, իրավական պետության, ինչ իրավական պետության մասին է խոսքը։ Երբ որ վարչապետ կոչեցյալ այդ միստր Փորձանքը, նա Փորձանքա մեր ազգի եւ մեր պետության գլխին, այսօր, եթե չեմ սխալվում, այսօր է եղել այդ նիստը, ասում է լնգու լավազները պետք է գնան ընտրեն Գագիկ Ծառուկյանին, Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին։ Հասկանում եք, այս մարդը մի քանի օր առաջ նախագիծ էր դրել շրջանառության մեջ էթիկայի վարքագծի կանոնագիր կընդունելու։ Բայց էթիկայի վարքագծի կանոնագիր ընդունողը այտենց արտահայտությունով իրավունք ունի հանդես գալ ժողովրդի նկատմամբ, ժողովրդի վերաբերյալ լնգու լավազ, եսին ինչ քրճուփարս, սես բաներ, էսա։ Այսինքն սրանք բացարձակապես, պարոն Սիմոնյան, օրենքի տառին չեն հետևում։ Իրանք մի հատ նպատակի են լծված բոլորը, որ ապահովեն Փորձանք Նիկոլի վերընտրությունը, որ իրանք պահեն իրենց պաշտոնները։ Ինչ իրավական պետություն, ինչ ինքնիշխանություն, ինչ տարածքային ամբողջականություն, չկա այդ խնդիրը։ Սրանց միակ նպատակը ամեն ինչ անել։ Նիկոլ Փաշինը ինչ ասում է, սրանք ապուշ-ապուշ լցնում են այդ գաղափարը հիմնավորելու գործին խայտառակ անելով եւ իրենց ընտանիքների անդամներին։ Դրանք ոնց են բակ մտնում, ոնց են մտնում իրանց շենքի մուտք, ոնց են տուն բարձանում առանց ամաչելու։ Էս է իրականությունը։ Այսինքն ստեղ իրավական գործընթաց չկա։ Սա բռնապետություն է, խուժանապետություն է, եւ այդ բոլոր այդ խուժանապետության կողմնակիցները լծված են մեկ գործի վերարտադրել Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դրան, հարգելի պարոն Սիմոնյան, ես որևէ մեկին անհարկի երբեք չեմ քննադատում։ Դա իմ սովորության մեջ չի մտնում, բայց սրանց այդ թիմ կոչվածի, ես այդ թիմ բառը չեմ սիրում, բայց իրանք սիրում են, դրա համար եմ իրանց վերաբերյալ ասում, թիմ կոչվածի մեծամասնությունը բացարձակ, գիտակցելով, որ զրկվելով մանդատներից, վաղը միսօր իրանք չգիտեն ինչով են զբաղվելու, անորոշ է իրանց ապագան, որովհետև որևէ մեկը, դուք մի հատ կարող եք, խնդրում եմ, դուք իրազեկ մարդ եք, կարող եք մի հատ լուրջ մարդ վկայակոչել, որը կանգնած է Նիկոլ Փաշինի կողքին։ Չկա տես մարդ։ Ոչ մի ճանաչված գիտնական, ոչ մի ճանաչված արվեստագետ, դրա կողքին չեն։ Կողքին գնում կանգնում են սովորացրած, հավանաբար, որպես փաստ չեմ ասում, կարծում եմ, որ ինչ-որ մի քանի հազար դրամի դիմաց վճարված կիսախելագար պարավներ։ Մի մարդ, մի կին, որ կանգնի ասի, որ իմ աղջկան օգնի հղիանա, ասենք դուք սրա մակարդակը պատկերացնում եք, կամ մի կին, որ մայր ա եղել ոչ բարով, որ կանգնի ասի իմ տղուն կորցրեցի, Նիկոլին ասում, քեզ գտա, բասա մորը բնորոշ հայտարարություն է, պարոն Սիմոնյան, հասկանում եք, նրան շրջապատել են, նա հիմնված է իր ընտրազանգված անգրագետ հիմնարներն են,
Ես չեմ ուզում որևէ մեկի անձը վիրավորել, իրենք են ամենաառաջին իրենց վիրավորում։ Պարզապես ես իրերը անվանում եմ իրենց անվանումներով։ Մարդիկ տարիներով ամուսնանում են, պարոն Սիմոնյան ջան, երեխա չեն ունենում։ Իսկ այս կենթանին այդ երկոտանի կնիկը, այդ պարավը, կիսախելագար կամ գուցե լրիվ խելագար, ասում է ես ոչինչ, որ իմ երեխուն կորցրեցի, քեզ կթա։ Հələ սրա բարոյական մակարդակ է, բարոյականության աստիճանը, արժե համակարգը։ Էս է իր ընտրազանգվածը։ Խնդրում եմ, ելի եմ ասում, հենց հիմա ուղիղ եթերում եք, ասեք, մի գրագետ մարդ, արվեստագետ, գիտնական, որ Նիկոլի կողքին է։ Բոլոր այդ գժված կիսախելագարներն են, գնում են, փաթաթվում են, պաչում են, եւ հետո Նիկոլ Փաշինը շատ անհաջող քարոզարշավ է իրականացնում, որովհետեւ իր խելքը այդքան չի հասնում, որ գրագետ բաներից խոսա։ Դուք տեսել եք նրա մի հանդիպման ժամանակ, որ նա որևէ ծրագիր ներկայացնի։ Չի ներկայացնում։ Ընդհանրեն ես ինչ նշանասարքի, խփում է այդ անգարագետների դոշին, ձեռը բանանում, թափարում է, լավ եղեք ժողովուրդ ջան, ոչ մի ծրագիր չկա։ Նա ծաղրում է այսօր ամբողջ հայությանը։ Ու ամենակարևորը, հարգելի պարոն Սիմոնյան, ես խնդրում եմ դուք էլ ձեր այլ հրապարակումներում ուշադրություն դարձնեք այս հարցի վրա։ Ուրեմն այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կոչեցյալ այն Վահագն ինչանա, Հովակիմյան։ ոչ չեմ հա, Հովակիմյան։ Ասում է պետք է Հայաստանում չապրողները չմասնակցեն հայաստանյան ընտրություններին։ Խի այդ տղա, որովհետև գիտեք, որ ձեզնից Սփյուռքում զզվում են, յախա են թափ տալիս, ինչպես ժողովուրդն ասում։ Դրա համար դուք վախենում եք։ Տեսեք, պարոն Սիմոնյան, եթե Ռուսաստանից, գիտեք, Ռուսաստանում մենք 3 միլիոն բնակվող հայ ունենք։ Այդ 3 միլիոնի 1/3-ն էլ որ գա ընտրի ստեղ, բրծավ թեման ավարտվում է, դրա համար սրանք վախեցած են։ Եվ ես գտնում եմ, որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որ ցանկացած հայ, ով թեկուզ ապրում է արտասահմանում, բայց իրավունք ունի մասնակցել Հայաստանի գործերի կառավարմանը։ Իսկ ով է ասել, որ Հայաստանում ապրողները ավելի սրտացավ են Հայաստանի հոգսերի մարտահրավերների նկատմամբ, քան դրսում ապրողները։ Շարլ Ազնավուր, Քրքորյան, իրանց արածի կեսը դուք արել եք, որ իրանք դրսում էին ապրում եւ որևէ իրավական պարտականություն չունեին Հայաստանում ներդրումներ անելու, բայց այդ մարդիկ արել են։ Նույնը նաեւ Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը ոչ մի բանով պարտական չէր, որ կատարել ներդրումներ, բայց այդ մարդը հիվանդանոցներ ասարկել, հազարումի հարցում ներդրում ունեցել, չունենալով նման պարտականություն։ Հիմա խիեք ընկի այդ մարդու հետևից։ Գետինը մտնեք դուք, ամոթ չի, որ դուք 40 օրեկան երեխու մորը ձերբակալում տանում եք ապօրինի։ Դրա համար պետք է դրանց բոլորի դեմքերը ֆիքսել, հարգելի պարոն Սիմոնյան, եւ վաղը դրանց ենթարկել պատասխանատվության։ Պետք է վերանա Հայաստանում։ Նիկոլը խոսում էր բանի մասին առաջին ընտրության ժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Սա է դասական կոռուպցիան, համակարգային կոռուպցիան, երբ ամբողջ պետական ապարատը լծված է մի գործի ընդամենը, Նիկոլ Փաշինի վերարտադրությանը։ Մոռանալով ինչ գործ ունի Նիկոլ Փաշինը աշխատանքային ժամերին քարոզարշավի մեջ։ Եվ դրա համար ինքը ստանում է միլիոնների աշխատավարձ եւ պարգևատրում։ Եվ նույնը իր այն թիկնազորը, որ հետևից քարշ են գալիս, եւ նույնը իր այն նախարարները, որոնք այսօր թողած նախարարության արժեվ դրված խնդիրները ընկել են Նիկոլ Փաշինի հետևից քարշ են գալիս, որպեսզի կարողանան վերարտադրել։ Իսկ սա ինչ է նշանակում, ոչինչ չանելու դիմաց պետական բյուջեի հաշվին աշխատավարձ եւ պարգևավճար ստանան։ Իսկ սա քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի համաձայն կոռուպցիայի դասական դրսևորում անհիմն հարստացում, օգտագործելով իրենց պաշտոնական դրությունը։ Դե եկեք տեսեք, ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն սահմանված է ընտրարշավի բոլոր մասնակիցների հավասար հնարավորություն ապահովելու պարտականությունը պետության։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինը ում որ տեսնում է իրեն պոտենցիալ մրցակից, անմիջապես քրեական հետապնդում է հանձնարարում հարուցել եւ տանել մարդկանց ձերբակալել։ Բա ուր գնաց այդ հավասարության սկզբունքը։ Ինքը չի հասկանում, նա քանի որ Նիկոլ Փաշինը
այդ միստր փորձանքը իրավաբանությունից կատարյալ անգարագետ է, ես հո իրայից շփվել եմ, աշխատել ենք, չէ՞ որպես պատգամավոր, ես իրան լավ եմ ճանաչում։ Ինքը իրավաբանությունից կատարյալ անգարագետ է, ինքը չի հասկանում, որ վաղը մյուսօր այս ընտրությունները եթե հանգարց կարվեն իր օգտին, նկարվեն իր օգտին եւ կարվեն, սրանք անվավեր ճանաչելու հիմք են հանդիսանալու, որովհետեւ խախտվել է նախընտրական գործընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, այսինքն ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի պահանջները։ Պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը մինչև այս ընդդիմությանը անվանում էր եռագլուխ հրեշ, նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին, այսօր անվանեց քառագլուխ հրեշ եւ վեհափառ Հայրապետին վկայակոչեց իրեն բնորոշել լեքսիկոնով Կտրիչ Ներսիսյան եւ այլն, նաեւ անվանեց սրբապիղծ, ընտրական գործընթացների համատեքստում, քարոզչության համատեքստում սա նորմալ քարոզչություն է, սա նորմալ խոսք է, ընդունելի խոսք է։ Հարգելի պարոն Սիմոնյան, Հայաստանում գործում է հանրային ծառայության մասին օրենք, որի համաձայն սահմանվում է հանրային ծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքը։ Հիմա վարչապետը հանրային ծառայող է ի պաշտոն է, բայց նա բացարձակապես չի պահպանում զսպվածության սկզբունքը։ Իրեն ամեն ինչ կարելի է, մյուսներին ոչինչ։ Այս է իր կանոնը։ Բայց գիտեք, պարոն Սիմոնյան, սա հոգեվարքի մեջ գտնվող մարդու վարքագիծ է։ Մարդը, երբ որ խեղդվողը ոնց է, չէ, ասենք ձեռը անդադ ուզում գցի ինչ-որ բաներից, քարերից, չգիտեմ, թփերից, ինքը հիմա այդ վիճակում է։ Ինքը հասկանում է, որ արդար ընտրությունների դեպքում դա բացառված է, որ ընտրվի։ Դրա համար էլ հիմա դիմում ամեն քայլի, ամեն մի ապօրինության, քանի որ գլխավոր դատախազը իր նշանակած մարդն է։ Ով է տեսել մարդ, որը ոչ մի օր դատախազությունում չի աշխատել, նշանակվի գլխավոր դատախազ։ Ասենք դուք դա ինչքանով եք օրինաչափ համարում։ Այս է, ինքը բերել է այնպիսի մարդիկ կամակատար, որ իր հանձնարարությունները 5 րոպե հետո կատարեն, մենակ թե ինքը մնա պաշտոնում։ Ասել եմ եւ կրկնում եմ, որովհետեւ ինքը շատ քաշ գիտակցում է Նիկոլ Փաշինյանը, որ ինքը արդեն իսկ իր պաշտոնավարման ընթացքում որպես վարչապետ թույլ է տվել քրեական օրենսգրքի ծանրագույն հանցագործությունները, պետական դավաճանություն, քրեական օրենսգրքի 418 հոդված, իշխանազանցություն 419 հոդված, սահմանադրական կարգի տապալում 420 հոդված, տարածքային ինքնիշխանությունը զիջելուն ուղղված գործողություններ 421 հոդված։ Հիմա էլ գիտեք ինչ են հնարել։ Երեք կարդացի լրահոսից, թե իբր ասում ուզում են նախագիծ ներկայացնել, քրեականացնել Թուրքին եւ ադրբեջանցուն թշնամի անվանելու արարքը։ Հասկանում եք, այսինքն ուրանում են ցեղասպանությունը։ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ցեղասպանությունը հերքելու, այսինքն ուրանալու համար։ Իսկ այս մարդը առանց կարդալու, որտեղ ինքը կյանքում օրենք չի կարդում։ Թողես գալստուկ կապելու իրան նկարի գցի, ես իմ Facebook, չգիտեմ ինչ անի։ Այս մարդը իր գործի հետ կապ չունի։ Նա պարզապես ծրագրված ձևով Հայաստանը տանում է կործանման։ Պարզապես չի կարծում օրենքները, չգիտի էլ իր գլխի գալիքը։ Պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ կյանքը այնքան է լավացել, այդ համատեքստում ասած, որ թոշակառուները կարող են 800 դրամով կամ 900 դրամով Լառնակայի տոմս գնել, Կիպրոսի ծովափնյա քաղաք է, գնալ Կիպրոս հանգստանալ։ Ուրեմն դա բացարձակ չի համապատասխան։ Ոնց կարելի է 800 դրամով Կիպրոսի տոմս գնել։ 800 դրամով սկի մեր տնից շրջանային չես կարող հասնես տաքսիով։ Ես ավանում եմ բնակում, սկի պլանի գլուխ չես կարող հասնես։ 1500 դրամից պակաս չեն ուզում։ Այդ ոնց եղավ, որ Կիպրոս կամ այդ ինչ ասելու բան է, կամ ես չեմ հասկանում։ Այդ մարդը ցնորվել է։ Ինքը գիտակցելով իր մոտալուտ վախճանը, ամեն մի ցնորքի գնում է։ Արդեն իրան չի հետաքրքրում ոչ իր ընտանիքի, գիտեք ինչ, հարգելի պարոն Սիմոնյան, ես էլ տարբեր պաշտոնների եմ եղել, գիտեք, ամեն քայլ անելուց մտածել եմ, ասենք իմ երեխան իմ համար կամաչի թե ոչ։ Ունենց եմ արել, որ չամաչի։ Այս մարդու համար արդեն եկել է կորել։
կարևոր ինքը մնա պաշտոնին, որովհետև ելի եմ ասում, գիտակցում է, որ այդ իմ թվարկած հոդվածները նախատեսող հանցագործությունները, հոդվածներով նախատեսող հանցագործությունները ինքը արդեն կատարել է, ու որ օրը վարչապետ չեղավ, ոնց որ ինքը ապօրինաբար կանգնել էր ազգային ժողովի թիվ 1 ամբիոններից, հայտարարում էր, որ բոլորիդ կլցեմ պատվարները KGB-ի։ Դե մի հատ հարցնող էր, արա, դու 2018 թվականի մայիսի 25-ին հաստատել ես քո որոշմամբ կառավարության վարչապետի աշխատակազմի կանոնակարգը եւ գործունեության կանոնադրությունը սահմանելու մասին 564 էլ որոշումն է, որտեղ այդ որոշման մեջ քեզ նման իրավասություն վերապահված։ Մենք ունենք կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին 2018 թվականի մարտի 23-ի օրենքը, որտեղ նշվում են վարչապետի լիազորություններ, որտեղ այդ օրենքում մի հատ լիազորություն ցույց տու, որ քեզ թույլ է տալիս դու լինելով գործադիր իշխանության ղեկավար, սպառնալ ասել ձեզ լցելու են ազգային անվտանգության պատվարները։ Թող պատասխանի այդ հարցերին։ Չի կարա։ Դրա համար էլ վախենում է հետս գա։ Հիմա էլ ձեր եթերում եմ ասում։ Ես Նիկոլ Փաշինին հրավիրում եմ հեռուստաբանավեճի իր ուզած H1 հեռուստաընկերությունում։ Չի գա, չի կարա գա։ Հələ թող բախտը փորձի գա։ Պարոն Պետրոսյան ջան, մի քիչ հարցերը շատացել են, որտեղ մի քանի կարևոր բան կա։ Խաչատուր Սուքիասյանն էլ մեկ այլ հայտարարություն է արել, ասում է, որ հարուստ մարդը քաղաքական իշխանություն չպետք է ունենա։ Հիմա երբ որ ինքը հենց այդ եմ ասում, մեծահարուստ մարդ էր եւ ազգային ժողովի падգամավոր էր, օրենսդիր իշխանությունը իշխանություն չի։ Իհարկե իշխանություն է, թիվ 1 իշխանությունը օրենսդիրն է, Հայաստանը պարլամենտական պետություն է։ Հենց ինքը առաջինը երևի հրաժարականի հարցերն է ուզում լուծի։ Ինքը թող հրաժարական տա, որպեսզի ապացուցի, որ ինքը իր ասածին հավատում է։ Փաշինյանը հայտարարում է, որ ընդդիմությունը անցողիկ շեմը չի հաղթահարելու։ Այս մասով ինչ տեսակետ ունեք։ Սա էլի նորից հիշեցնում է, որ մենք ապրում ենք բռնապետությունում։ Հասկանում եք, հարգելի պարոն Սիմոնյան, ոնց կարելի է հələ դեռ ընտրարշավը չի սկսել, քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, եւ արդեն երկրի վարչապետը խոստանում է, որ ընդդիմությունը չի լինելու ազգային ժողովում։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն ինքը գլխանց որոշել են արդեն արդյունքները։ Ինքը ակնարկում ասում մի մասնակցեք, մեկը ես եմ անցնելու։ Սենց բան երբեք չի եղել։ Ես դա որակում եմ որպես բռնապետության վարչապետի հայտարարություն։ Եվ վերջին, չէ, մի հարց էլ ունեմ, այսօր ցանկացած հարց, ինչ ունեք կարող եք։ Երկու հարց մնաց իմ ցուցակում, որ առանձնացրել էի։ Այսօր արգելվել է եկեղեցականների մուտքը քրեակատարողական հիմնարկներ, գիտեք, որ այնտեղ հոգևորականները հոգևոր խնամք են տանում բանտարկյալների նկատմամբ, փաստորեն բանակից հետո հաջորդը քրեակատարողական հիմնարկներն են։ Սա ինչու են անում։ Ինչու են անում, նորից իր իշխանությունը պահելու համար, ուրիշ մեկնաբանություն չկա, որովհետև քրեակատարողական հիմնարկներում ես չեմ թաքցնում, ես այդ աշխարհի հանդեպ հարգանք ունեմ, այնտեղ նստած տղեկը, ասենք մեծ մասը, հա կան իր խելքիններ, բայց մեծ մասը կարգին տղեկ են, ինքը մտածում է, որ իրանց էլ նեղի, որ հանկարծ ընտրություններում չհաջակցեն ընդդիմադիրներին, ասենք ստիպի, որ զանգեն իրանց տնեցիներին, ասեն Նիկոլ Փաշինին ընտրեք։ Այս նրա համար անում ինքը։ Ուրիշ նպատակ քրեակատարողական հիմնարկում նստած տղեն, ինչի պետք է ներգրավվի այս ամեն ինչի մեջ։ Այդ մարդը իր պատիժը կրում է։ Այս է ամբողջ նպատակը, հարգելի պարոն Սիմոնյան, ելի եմ ասում։ Հիմա շուտվանից է սկսել, բայց այսօրվանից էլ սկսած Նիկոլ Փաշինը ինչ որ անի, այդտեղ ոչ մի ողջամտության սկզբունք որոնել պետք չի։ Պետք չի բարոյականություն տեսնել։ Նա անում է միայն մի բանի համար, որ ինքը վերարտադրվի։ Հիմա վաղն էլ կարող է եսի որ այն օրն են, որ ասում են դաթում, այն Արությունյան ինչ է Արայիկ, այդ աշխատակազմի ղեկավարը։ Ասում է Սամվել Կարապետյանի շարժումը մեր ձևով, շարժման գրանցումը չեղյալ է հայտարարվելու։ Հələ այս անգարագետին նայեք։ Այն բանն է ասում, այն հովին կաղազարը։
վանգային բանը մարտահրավեր անում էլի գուշակ վանգային։ Արա դու ամոթ չես անում, դու դեպուտատ ես, դու ինչ գործ ունես այդ բանի հետ։ Կամ այդ Արայիկ Հարությունյանը ասում է, որ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը չպետք է ընտրվի, որովհետև 70 տարին լրացել է։ Օլիմպիական կոմիտեն դա հասարակական կազմակերպություն է։ Հասարակական կազմակերպությունների մասին մենք օրենք ունենք 2016 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքն։ Նման արգելք չկա այնտեղ նախատեսված։ Դու ով ես այդ աղա կամ վարչապետի աշխատակազմի ղեկավար ինչ կապ ունի Օլիմպիական կոմիտեի։ Մի հատ էլ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է։ Արա դու այնքան ծանրամարտի հետ կապ ունես։ Հələ մի հատ քո ֆիզիոնոմիային նայի։ Ինչքան ես Ձիար Շավարանի հետ։ Ինչ ասես սրանց։ Եվ վերջին հարցը, պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանի աջակիցները այս 2 օրը իրենց խմբերում քննարկում էին Նիկոլ Փաշինյանի արձանը Հանրապետության հրապարակում դնելու հարցը եւ on-line քվեարկություններ էին անում, ինչպես եք վերաբերվում այս հեռանկարին։ Գիտեք ինչ, կարան դնեն, իրանց ձեռն է, բայց հարցը այդ արձանի վրա ինչեր են թափվելու։ Հասկացա։ Եղավ, շնորհակալ եմ պարոն Պետրոսյան հետաքրքիր զրույցի համար, հետևենք պրոցեսներին, ելի առիթներ կունենանք։ Ցտեսություն։ Հաջողություն ձեզ։